Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Նորից միասին ենք իմ խոհանոցում։ Այսօր մեզ մոտ շատ լավ եղանակ է, արև, պայծառ, իսկական գարուն։ Այդ իսկ պատճառով ես մի քանի իմ բարեկամների, հետևորդների խնդրանքով պատրաստելու եմ գարուն տորթը այսօր։ Բարեկամներս շատ լավ տորթ է, շատ համեղ է եւ շատ տեսքով է։ Այսպես ուրեմն ամենավերջի անգամ ինձ խնդրել էր գարուն տորթը պատրաստել ծովիկը, երևի ծովինար է ձեր անունը, ծովիկ է գրված, այդ պատճառով ես ձեզ ծովիկ եմ ասում, որովհետև ազգանունը չեմ ասում, որովհետև միակն եք դուք իմ բաժանորդների, իմ բարեկամների մեջ, որ այդ անունն եք կրում, շատ գեղեցիկ անուն է, իհարկե շատ շնորհակալ եմ ծովիկ ջան, որ խնդրեցիր ինձ պատրաստել այս տորթը, ոչ թե խնդրեցիր, այլ առաջարկեցիր ինձ պատրաստել այս տորթը, ես էլ շատ եմ սիրում այս տորթը, շատ երկար տարիների պատմություն ունի այս տորթը, ու ես մի փոքր փոփոխություն եմ մտցրել, քանի որ վաղուց եմ ես զբաղվում այս գործով, ու հաճախակի եմ շատ չնչին փոփոխություններ մտցնում բաղադրատոմսերի մեջ, այսպես ուրեմն այս գեղեցիկ գարնանային տորթը գարուն անունով պատրաստելու համար մեզ հարկավոր է ալյուր, շաքարավազ կարագ, մեղր, մեղրային խմոր է սա, սոդա, կաթ, իհարկե կրեմի բաղադրիչները դեռ չենք նախապատրաստել, եւ ձու։ Ամենասկզբի համար մեզ հարկավոր է կարագը եւ մեղրը սոդայի հետ եփել, այսպես ասած։ Ավելացնում ենք մեղրը, հենց այսպես ուղղակի։ Մեղրը 150 գրամ է, մեզ հարկավոր եւ 150 գրամ կարագ, բայց քանի որ շատ մարդիկ կան, որ կշերքից չեն օգտվում, 4 ճաշի գթալ է հարկավոր մեղր։ Այսպես լավ լիքը ճաշի գթալ, 4 ճաշի գթալ։ Այսպես բարեկամներս։ Որպեսզի ավելի հասկանալի լինի եւ տեսանելի լինի, մենք տեղափոխվենք մեր էլեկտրական պլիտայի, էլեկտրական սալիկի մոտ։ Այսպես անընդհատ խառնելով հալեցնում ենք, եփում ենք, կարելի ասել, մեղրը կարագի հետ։ Բարեկամներս, մեղրը, երբ որ մենք սոդա ենք այստեղ ավելացնելու, երբ որ ավելացնում ենք, բարձրանում է այս հեղուկ զանգվածը, խնդրում եմ մի փոքր խոր աման, հարմար աման վերցրեք, որպեսզի մի փոքր մեծ լինի ամանը, խորը լինի ու բարձրանալու ժամանակ չթափվի։ Խառնելով պիտի հասցնենք եռման աստիճանի։ Բարեկամներ, տեսեք, սկսեց արդեն եռալը, մի փոքր, 3 րոպե։ Խառնում ենք նորից, շարունակում ենք խառնել, եռալուց հետո։ Տեսեք, արդեն ակտիվ եռում է։ Հենց այս փուլում ավելացնում ենք սոդան եւ նորից շարունակում ենք ակտիվ խառնելը։ Տեսնում եք, սկսում է բարձրանալը, բայց քանի որ մենք ակտիվ խառնում ենք, մենք կարծես մեղրը կարագի հետ, սոդայով, սոդան հետը խառնած կարամելիզացնում ենք։
Եվս 2-ից 3 րոպե այսպես խառնում ենք ակտիվ։ Տեսնում եք կամաց գույնը փոխում է եւ կարամելի գույն է ստանում։ Այս փուլում արդեն ավելացնում ենք 200 միլիգրամ կաթը եւ նորից ակտիվ խառնում ենք։ Երբ որ արդեն սկսում է եռալը, խառնում ենք եւս 2-ից 3 րոպե եւ վերջ արդեն։ Վերջ, անջատում ենք։ Պատրաստ է արդեն։ Պատրաստ է արդեն մեր եփուկը։ Հիմա 4 ձվի սպիտակուցը դեղնուցից անջատում ենք։ Հաճելի կլինի, որ բաղադրիչները լինեն սենյակային ջերմաստիճանի։ Սպիտակուցը 200 գրամ, 4 սպիտակուցը 200 գրամ շաքարավազի հետ հարում ենք, բեզ ենք պատրաստելու։ Շաքարավազը քիչ ավելացնելու շարունակում ենք հարել, մինչև ստանանք այսպես կայուն, ամուր, լավ, սպիտակ, փրփրուն բեզը։ Գեղեցիկ, սպիտակ, լավ բեզ ենք ստացել։ Հիմա դեղնուցները հատիկ խառնում ենք բեզերին եւ նորից շարունակում ենք հարել։ Դեղնուցի հետ ես արդեն հարեցի, հիմա դեղնուցը խառնելուց մի փոքր թուլանում է մեր բեզեն, դա նորմալ է, այդպես պիտի լինի, այսպեսի զանգված ենք ստացել առայժմ։ Եփուկը պիտի, այս մեր խառնուրդը, որ եփեցինք, պիտի արդեն սենյակային ջերմաստիճանի լինի, տաք չի կարելի խառնել, խնդրում եմ ուշադիր եղեք, դանդաղ, ծորալով, շատ միանգամից չենք ավելացնում եւ հարում ենք եւ արդեն ծորալով ավելացնում ենք մեր եփուկը։ Ավելացնում ենք իհարկե ըստ ցանկության, ովքեր կուզեն թող ավելացնել, ովքեր չեն սիրում ընկույզով կարող են չավելացնել 150 գրամ մանր կտրատած ընկույզը։ Եվ մենք սիրում ենք, ես ավելացնում եմ, շատ համեղ է լինում։ Նորից մի փոքր այսպես խառնում ենք, առանց միացնելու։ Եվ վերջում արդեն ավելացնում ենք ալյուրը։ Բարեկամներիս ասեմ, որ ես արդեն ջեռոցը միացրել եմ, մոտավորապես 10 րոպե կլինի, դուք էլ նախորդ միացրիք, 180 աստիճանով ենք թխելու, հիմա ավելացնում ենք ալյուրը արդեն, ալյուրը մաղված է, խնդրում եմ քիչ ավելացրեք, որ շատ խիտ խմոր չենք ստանալու։ Մի փոքր այսպես կխառնենք, որպեսզի խոհանոցով մեկ ալյուր չլինենք, նոր սկսում ենք արդեն ամենադանդաղ արագությունով խառնել, շատ քիչ ենք խառնելու։ Այսպիսի թանձրության ծորացող խմոր ենք ստանալու։ Այսօր ես որոշել եմ գարուն տորթը թխել այսպիսի կլոր ձևամանի մեջ, որպեսզի իմ տորթը կլոր ստացվի, բայց դուք կարող եք թխել
գազօջախի տապակի մեջ եւ այս չափաբաժնի խմորը թխել 2 կամ 3 անգամ, ինչպես որ դուք կուզեք, ու ձեր թխված գարուն տորթը կլինի 2 կամ 3 շերտից։ Այսպես, ուրեմն որպեսզի շատ հավասար լինեն իմ շերտերը, ես լցնում եմ այսպիսի իրար նման ամանների մեջ ու ստանում եմ շատ հավասար շերտեր։ Եթե դուք չեք հոգնում այդպես մեկ թխելուց, դուք էլ այդպես արեք, որովհետև տորթի շերտերը ինչ բիսկվիթ որ թխելու լինեք, շատ հավասար է ստացվում։ Կարագապատել եմ ձևամանի պատերը եւ արդեն ավելացնում եմ առաջին խմորը, որպեսզի թխեմ գարուն տորթի առաջին շերտը։ Այս հավասար տարածում ենք։ Որքան հնարավոր է հավասարեցնում ենք, որպեսզի մեր շերտը հավասար լինի։ Սիրելի բարեկամներ, ասեմ, որ այս տորթը կարելի է պատրաստել թթվասերով եւ խտացրած կաթով, որ ես արդեն նախապատրաստել եմ, բայց քանի որ իմ ընտանիքի անդամները թթվասերով կրեմը այդքան էլ չեն սիրում, ես կպատրաստեմ սովորական 250-ից 300 գրամ կարագ ենք օգտագործում եւ 1 տուփ խտացրած կաթ։ Եթե շատ եք սիրում, որ կրեմը շատ լինի, ապա խնդրում եմ մի փոքր եւ կարագը 350 գրամ վերցրեք կարագը եւ խտացրած կաթը մի փոքր ավելացրեք։ Դա ձեր ընտրությունն է իհարկե, այսպես։ Եւ հետո մեզ հարկավոր է բեզե։ Դուք գիտեք, որ ես միշտ պատրաստի բեզե եմ ունենում եւ շերտով թխված արդեն եւ այսպես հատիկներով մենք միասին բեզե պատրաստել ենք, ես խնդրում եմ ովքեր նոր են միացել իմ ալիքին, թող գտնեն, բեզե ենք պատրաստում տեսանյութը, այնտեղ մանրամասնորեն ես նկարագրում եմ, պատմում եմ, թե ինչպես ենք բեզե պատրաստում եւ պատրաստում ենք միասին, այսպես բարեկամներս, ուրեմն կարագը հարեմ խտացրած կաթի հետ, կրեմը պատրաստ լինի ու կմիանամ ձեզ, չեմ ուզում, որ ձեզ խանգարի հարիչի ձայնը։ Մոռացա նշել, որ մենք ստացել ենք 5 շատ այսպես փափլիկ կարամելի գույնի շատ հաճելի շերտեր, մոտավորապես 5-6 րոպե հարում եմ կարագը եւ ստացել եմ այսպիսի սպիտակ լավ կարագ։ Դուք էլ խնդրում եմ շատ լավ հարեք կարագը, որպեսզի եւ կարագի համը շատ չզգացվի եւ կրեմը շատ հաջող է ստացվում այդպես լավ հարած կրեմով։ Այսպես ներողություն լավ հարած կարագով։ Քիչ-քիչ գթալ ավելացնում ենք խտացրած կաթը եւ վերջում արդեն սիրելի բարեկամներ ըստ ցանկության, եթե սիրում եք վանիլի համը խտացրած կաթի հետ, 1 տուփ, ինձ մոտ շաքարային վանիլ է, ես ավելացնում, եթե չեք սիրում, այդքան էլ կարևոր չէ։ Նորից շատ լավ հարելու ենք եւ ավարտենք։ Ստացել ենք այսպիսի գեղեցիկ կրեմ։ Համարյա շերտերին համահունչ գույնով կրեմ։ Որպեսզի մեր տորթին մի փոքր այսպես գարնանային շունչ տանք, որովհետև անունը գարուն է, սա իհարկե իմ կողմից, ես վաղուց այսպես եմ պատրաստում,
մեզ հարկավոր են կանաչ տերևներ, բեզեներ ունենք, բայց կանաչ տերևներ են, մեզ հարկավոր, որպեսզի կրեմով չանենք ու իհարկե կրեմով էլ կարելի է անել, ովքեր չունեն այս շերտերը, այսպես ասած, կարող են կրեմով տերևներ անել կամ ընդհանրապես չանել։ Ուրեմն ես վերցրել եմ սպիտակ շոկոլադ եւ խառնելու եմ, հալեցնելու եմ միկրոալիքային վառարանի մեջ եւ խառնելու եմ մի փոքր կանաչ գույն։ Եվ այս շերտերի վրա, որ հետքեր կան տերևների եւ ծաղիկների, դանակով այսպես հավասար քսում եմ եւ տեղավորում եմ սառցախցիկ, ստանում եմ գեղեցիկ տերևներ։ Սա շատ վաղուց եմ ես գնել, սա շոկոլադե դեկորի համար շոկոլադե շերտեր են, բայց ես օգտագործելուց հետո հասկացա, որ ինչու՞ չէ, ես ինքս էլ կարող եմ պատրաստել տերևներ, ծաղիկներ, այսպիսի, տեսեք, այսպիսի գեղեցիկ նախշեր եւ իհարկե պահեցի այս շերտերը, որպեսզի ես ինքս էլ պատրաստեմ, ովքեր որ ապրում են Գերմանիայում կամ մոտ Գերմանիային, կարող եք այս շոկոլադի դեկորի շերտերը, շոկոլադները գնել E-Center խանութից, E-Center է կոչվում այդ խանութը, միշտ կա ու տեղավորված է վանիլների, խմորեղենի հետ կապված ամեն ինչի բաժին։ Այսպես բարեկամներս, ուրեմն ես հալեցնեմ, խառնեմ կանաչ գույնը ու անցնեմ պատրաստելու մեր տերևները, մինչ մեր շերտերը շատ լավ կսառեն։ Այսպիսի տերևներ ստացանք, սիրելի բարեկամներ, սպիտակ շոկոլադից և կանաչ գույնից։ Այդ տուփի մեջ, որը որ վաճառում են E-Center խանութում, կան այսպիսի շոկոլադներ նույնպես, նախշերով շոկոլադներ նույնպես, ես օգտագործել եմ ու սա արդեն պահել եմ, շատ երկար տարիներ է, որ օգտագործում եմ, չի փչանում, ինքը կարծես պլաստիկ լինի ու օգտագործում եմ մանավանդ, երբ որ վարդերով տորթեր եմ պատրաստում։ Արդեն հավաքում ենք տորթը, այսպես մի փոքր կրեմ ենք քսում։ Տորթ հավաքեցինք արդեն բարեկամներս։ Այսպիսի գեղեցիկ տորթ ստացանք։ Այսպես սիրելի բարեկամներ, ուրեմն ես ոչինչ չեմ անելու, հենց այսպես պիտի մնա, հետաքրքիր է լինում, այդպես էլ է հետաքրքիր լինում, հիմա կշարենք արդեն բեզենները։
Այսպես բարեկամներ, ուրեմն սովորաբար բեզեները կոտրում ենք և այս ազատ տեղերը լցնում ենք, հիմա ես դա կանում եմ։ Այսպես փշուրի ենք վերած։ Խոշոր էլ որ լինի, ավելի լավ։ Ես ունեմ 50 գրամ շոկոլադ, խառնել եմ 3-4 ճաշի գտալ սերուցք և միկրոալիքային վառարանում հալեցրել եմ, հիմա լցնում ենք տոպրակի մեջ, որպեսզի շիթեր անենք։ Այսպես բավական։ Շատ բարակ շիթեր ենք անելու սիրելիներս։ Եվ այսպես մի փոքր եզրերի մոտ ենք անում, որպեսզի շիթերը այսպես իջնեն, շոկոլադի շիթերը իջնեն տորթի ամբողջ շերտերի վրա։ Բարեկամներս, այս տերևները իհարկե կրեմով էլ կարելի է անել, ընդհանրապես չանել։ Սա ուղղակի ես եմ ավելացրել, միշտ այսպես եմ անում։ Տեսեք, այսպիսի գեղեցիկ տերևներ ենք ստանում։ Որպեսզի մի փոքր գարուն տպավորություն լինի, գարնանային այսպես ասած։ Եվ մի փոքր, մի քանի հատ այսպես եզրերի, բեզեների մոտ ենք դնում։ Ավարտեցի արդեն, ստացանք այսպիսի գեղեցիկ տորտ, որը կոչվում է գարուն, և գեղեցիկ է, և շատ համեղ է, բարեկամներս։ Խնդրում եմ անպայման փորձեք, պատրաստեք, սիրելի Ծովիկ ջան, համոզված եմ, որ սա քո սիրելի տորտն է և
բաղադրատոմսը այդքան էլ անծանոթ չէ քեզ, քանի որ դու վաղուց պատրաստել ես։ Իհարկե կարող է մի փոքր փոփոխություններ լինել, որովհետև տարիների ընթացքում բոլորս էլ փոխում ենք, փոփոխություն ենք մտցնում մեր սիրելի բաղադրատոմսերի մեջ, բայց ասել, որ այս տորթը շատ համեղ է իրականում։ Շնորհակալ եմ բոլորիցդ այդքան ջերմ ու հաճելի գրառումների համար, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, շնորհակալ եմ բոլոր իմ շատ վաղուցվա հետևորդներին, որոնք կարծես ինձ հարազատ մարդիկ են դարձել, ոչ թե կարծես, այլ իրականում, իրոք, որ մենք հարազատներ ենք դարձել սիրելիներս, եւ նոր միացող իմ բարեկամների, որոնք միանում են մեր ալիքին, գրում են, որ հաճիկով են դիտում, ինչի համար անսահման շնորհակալ եմ, մեզ համար էլ շատ հաճելի է, ինձ համար մանավանդ շատ հաճելի է կարդալ ու շատ անկեղծ ու սիրով պատասխանել ձեր բոլոր գրառումներին։ Բարեկամներս, սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ նորից ու նորից։ Կհանդիպենք իմ խոհանոցում նորից մի այսպիսի հետաքրքիր ու գեղեցիկ բաղադրատոմսով։ Խնդրում եմ անպայման փորձեք, ցտեսություն, մինչ նոր հանդիպում իմ խոհանոցում։